Մի գեղեցիկ օր ինձ եկավ SMS, որ ինձանից ուզում են բաժանվել։ Այս պոզերը սիրուն դուրս եկան, հա, մարդիկ կարծում են, որ այն կանայք, որոնց որ կյանքում եղել է 3-4 ամուսնական փորձ, իրանք դրա մասին երազել են։ Զգացել ես այդ բանը, երբ որ այդ պիտակը տենց ոնց որ ճակատիդ մեջտեղում կխփեն, որ դու ամուսնալուծված ես։ Էս ինչ էր, էս ինչ կատարվեց հենց նոր։ Անուշիկ ունեցաք նաև աղջիկ, չէ՞։ Այո։ Բայց այդ ամուսնությունն էլ վերջացավ։ Երեխայի պահը ամենախոցելի, ամենաթույլ կողմն է, ու դա երբեք մարսել չի լինում։ Անհնար է։ Երբեք։ Հա։ Ողջույն, դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում։ Եվ եթե դեռ չեք բաժանորդագրվել մեր ալիքին, ապա հենց հիմա արեք դա։ Քանի որ այստեղ մենք հանդիպում ենք, զրուցում, հետաքրքիր թեմաներ քննարկում, ինչու՞ չէ նաև ուսուցողական թեմաներ։ Այսօր զրուցելու եմ Անուշիկ Հարությունյանի հետ։ Անուշիկի հետ ծանոթացել եմ շատ պատահաբար եւ նրա պատմությունն ինձ անչափ հետաքրքրել է։ Ունի տարբեր մասնագիտություններ, իրարից բացարձակ տարբեր ուղղություններով, բայց բոլորն էլ հետաքրքիր եւ նաեւ բացառիկ։ Այս ամենի մասին կխոսենք հենց նրա հետ։ Բարի օր։ Բարի օր։ Ինչպե՞ս ես։ Հրաշալի։ Անուշիկ, ես ասացի, որ մեր հետևորդների, որ դու մի քանի տարբեր մասնագիտություններ ունես, արի սենց արագ անցնենք, հետո կամաց բացենք, թե որը ինչպես քո մոտ ստացվեց, ինչու որոշեցիր այդքան իրարից տարբեր աշխատանքներով զբաղվել։ Դե նախ ասենք, որ կրթությունս եւ մասնագիտություններս, այսինքն կրթությունս եւ գործունեությունս դրանք տարբեր են շատ եւ կրթությունս այս պահին ինձ համար ծառայում է որպես հմտություն կրթությամբ լեզվաբան, մանկավարժ հոգեբան, գործունեությամբ ֆոլք երգիչ, ծննդաբերական դուլա եւ face control։ Եվ face control, այդ մեկը մանավանդ դուլայից հետո face control-ը շատ մեծ։ Այդ երկու ուզում եմ հետևորդներին ասել, որ ինձ գրավեց Անուշիկի հետ զրույց սկսել, հենց այդ վերջին երկու մասնագիտությունը, եթե ոմանք չգիտեն ինչ է դուլան, մեր խոսակցության ընթացքում կանրադառնանք դրան, բայց արի սկսենք քո կրթությունից շատ կարճ անցնենք, սովորել ես որպես լեզվաբան, սովորել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, սկզբում օտար լեզուների ֆակուլտետում, հետո հասկացա, որ ես էլ չեմ ուզում այնտեղ սովորել, որովհետև դե խոսում եմ անգլերեն, ինձ պետք չի այդ ամեն ինչը։ Մի խոսքով մնացի Բրյուսովում, ընտրեցի հոգեբանությունը, նոր պիլոտային ոնց որ կուրսեր ու գոնե ինչ-որ մի բան ինձ հետաքրքրեց եւ շատ մեծ հաճույքով ավարտեցի։ Հետո նոր 3 տարի հետո ընդունվեցի մագիստրատուրա արդեն արտակարգ եւ ճգնաժամային իրավիճակների հոգեբանության բաժին, ավարտեցի, 1 տարի աշխատեցի, մի քիչ եւ ստեղծվեց մեր խումբը վոկալ կվարտետը Old Band-ը ու այդպես գնաց։ Բայց մինչև այդ ասենք հետևորդների, որ դու շատ վաղուց ես երգում եւ նաեւ քո հորաքույրը երևի թե ժառանգել է իր ձայնը քեզ։ Այո, այդպես է ստացվել, որ հորաքրոջս գենետիկ շարունակությունն եմ եւ այդ պատիվը եւ պատասխանատվությունն եմ այս պահին կրում, կշարունակեմ երգել եւ նաեւ համատեղել մյուս ուղղություններից հետ։ Աշխատանքային գործունեության մասին կխոսենք, բայց արի խոսենք նաեւ այն մասին, որ ընդամենը 21 տարեկանում դու որոշեցիր նաեւ ամուսնանալ։ Ինչպես դա պատահեց, չնայած 21 տարեկանը երևի թե նորմալ է, բայց ժամանակ նորմալ է։ Պատմությունը սկսել էր 16 տարեկանից։ 16-ից։ Հա, դասական սցենարներ, առաջին սեր, բանակ, սպասում, հետ վերադարձ, ամուսնություն, այսինքն նշանդրեք ամուսնություն։ Ամեն ինչ ինչպես որ սովորաբար լինում է, բայց
կարճ տևեց, քանի տարի եւ կարճ ասելով, եթե ամբողջ ընթացքը հաշվենք 7 տարի մոտավոր, հիմա արդեն կարող է մի քիչ տարիները շփոթեմ, բայց իդեալականացնող այդ պատկերները, երբ որ դու առաջին սեր, առաջին համբույր, առաջին տղամարդ, առաջին բան, այդ ամբողջը այնքան էս չափազանցնում, որ սկզբում չես նկատում այն ակնհայտ բաները, որը որ ուղղակի արժեր նկատել, հետո երբ որ նկատում ես, չես ուզում հավատալ։ Ու այդպես ես միշտ որ հիմա հետ եմ նայում, հասկանում եմ, որ Աստված ինձ շատ ձեռքերի մեջ է պահել, որովհետև այն տեղերում, որտեղ որ ես ինքս ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցրել եւ որոշում կայացրել, հրաժարվել մի բանից, որը որ ինձ ցավեցնում է, այնպիսի իրավիճակներ էր ստեղծվում, որ որոշումը կայացվում էր։ Բայց ի՞նչն էր պատճառը ձեր ամուսնալուծության։ Պատճառը այն էր, որտեղ ինձանից բաժանվեցին, ոչ թե ես բաժանվեցի, որ ես վատ տնային տնտեսուհի եմ, մաքրություն անել չգիտեմ, խոհանոցի հետ ընկերություն չեմ անում, դա էր պատճառը։ Դա որոշումներ։ Տղայի թե մոր։ Տղայի եւ մոր իրենք իրար հետ այդպես որոշած ինչ որ պլանների մեջ էին։ Ինձ եկավ մի գեղեցիկ օր, Բայց արդեն ձեր հարաբերությունները վատ էին։ Հա, իհարկե վատ էին։ Արդեն էմոցիոնալ կապը լրիվ կորած էր։ Մենք այդպես նկատում էիր, որ ինչ որ բան չի, իհարկե նկատում էի։ Ես նկատում էի, հարցնում էի այլ կին կա քո կյանքում, թե չէ, որովհետև ես երբեք չեմ եղել այն աղջիկներից կամ կանանցից, այն ժամանակ աղջիկներից, որոնք որ այդպես սկանդալներ են սարքում եւ այլն, ես նախընտրում եմ, որ ինձ ասեն, գիտես, սենց հարց ա եղել, ես էլ կասեմ, դե լավ, դե բարի բախտ ձեզ, շնորհակալություն, ցտեսություն, ես երբեք չեմ կարճում, երբեք բաց եմ թողում միշտ եւ միշտ վստահում եմ, երբ որ ուղիղ հարց ես տալիս եւ երդվում է մարդը, ասում է հորս գերեզման չկա, այդպիսի բան որը որ բացահայտ սուտ էր, հա, այդ ժամանակ դու հասկանում ես, որ ինչ վատն եմ ես ինչեր մտածեցի, ես իր մասին, չէ, ուրեմն տենց բան չկա, որտեվ ոնց դա սրբությունն է, չի կարող տենց բան լինել։ Բայց պարզվեց եւ դա ես հետո իմացա, ամուսնալուծությունից հետո արդեն մեր ընդհանուր, այսինքն իմ ընտանիքի բարեկամներից մեկը խոստովանեց, որ ինքը տեսել է իմ ամուսնուն այլ կնոջ հետ ու նշեց որտեղ, հետո ես ամբողջ այդ puzzle-ը հավաքեցի, հասկացա ինչա կատարվել եւ այլն։ Այսինքն ուղղակի պետք է վերջ տալ այդ ամենին, ուղղակի տարբերակ չկար, չէր գտնում ինչից կարելի է կարճել, կենցաղային հարցերին սկսեցին։ Հա, դե այդպես էր, այսինքն ոչ մի ուրիշ բան չկար, չէին կարող ասել, որ ես եմ դա ավաճանել, ինչ որ ուրիշ լուրջ պատճառ չկար, չնայած դա լուրջ պատճառ չէր։ Իհարկե, չէ։ Հա, այդպես, դրա համար մի գեղեցիկ օր ինձ եկավ SMS, որ ինձանից ուզում են բաժանվել։ Հա, այսինքն դա խոսակցություն էլ չէր, ուղղակի հաղորդագրություն։ Հրաշալի տարբերակ։ Եվ շատ պրակտիկ։ Ես դե արդեն այդտեղ զարթնեց իմ մեջի ներքին խոյը։ Այսպես պոզերը սիրուն դուրս եկան, հա, եւ ոչ թե ցրելի նման sense գնացի առաջ, այլ այսպես հանգիստ ուղղակի ոչ պատասխանեցի ոչ մի բան, որտեվ ես հասկանում էի ինքը ոնց է սպասում դրան, արդեն լրիվ ուրիշ դիրքում էի, իրավիճակի տերը ոնց որ ես էի, էլի։ Այդպես գնացի հորաքրոջս մոտ, այդ պահին շատ կարևոր էր, որ գոնե իր հետ խոսեմ, հա, ասացի այսպիսի իրավիճակա, ինչ խորհուրդ կտաս, ոնց անեմ, որ ճիշտ լինի, ոչ թե բաժանվեմ, չբաժանվեմ, այլ ոնց անեմ, որ
շահած լինեմ։ Ամենակարևոր խորհուրդը, որ հորաքույրս տվեց, ասաց կգնաս տուն, հանգիստ իրերդ կհավաքես եւ կասես, որ զանգի հորդ եւ ասի, թե ասի, որ ուզում է բաժանվել եւ մինչեւ հայրդ չգա, դու դուրս չգաս։ Ուղղակի հավաքի, պատրաստ, հանգիստ։ Այդպես էլ եղավ։ Հայրս եկավ, իհարկե ինքը չզանգեց, ես զանգեցի, դե իհարկե տեղյակ էին արդեն մերոնք եւ այլն։ Հայրս եկավ, երբ որ լսեց անհեթեթ բաներ են խոսում, ասաց արի գնացինք, մնացած հարցերը կմնա հետո, եթե ինչ-որ մի բան փոխվի եւ դուք ընդհանուր լեզու գտնեք, օքեյ, բայց այս պահին դու ստեղ չունես անելիք, ուղղակի գնացինք։ Անշիկ հիմա մենք խոսում ենք, ժպիտով ենք պատմում, անգամ ծիծաղում ենք, բայց իրականում այդ երբ որ կյանքումդ առաջի փորձն է, այսինքն ամուսնացել ես, այլ պատկերացումներ ես ունեցել, սիրելով ես ամուսնացել ու հանկարծ քեզ այնել այդպես հաղորդագրությունով ասում են, որ ուզում են բաժանվել քեզնից։ Իհարկե որոշումը կայացնում ես մտածելով, որ այդպես է ճիշտ, բայց ինչ եղավ հետո, որովհետև հատկապես շատ դժվար է, երբ որ դու չես նախաձեռնում, այլ դիմացից է այդ նախաձեռնությունը լինում ու ինչ որ մի ուրիշն է լինում, ես էլ դա շատ լավ գիտեմ, եւ շատ ծանր է դա գիտակցել, ինչ տեղի ունեցավ, ոնց հաղթահարեցիր։ Դե առաջին օրինակ պատկերը, որ եկավ, այդն էր, երբ որ առաջին գիշերը զարթնեցի հայրական տանը, հասկացա ինչքան վատ եմ եղել ես, որովհետև այդ պահին ես այնքան լավ էի, այսինքն մի կողմից դու բաժանված ես, մանավանդ այդ տարիներին բաժանված աղջիկ ես, կարգավիճակը արդեն ձեռք ես բերել մի կարգավիճակ ու ընտանիք ես կորցրել, դրա հետ մեկտեղ կորցրել ես քո երազանքները, կորցրել ես քո առաջին սերը եւ այլն, այսպես առաջին որ հասուն սերը, հա, այսպես ասած, այդ տարիքի համար հասուն, մանկապարտեզինը չենք հաշվում։ Մյուս կողմից այդ զգացողությունը, որ էս ինչ լավ է, հանգստությունը, խաղաղություն, դու էլ պարտավոր չես այդ լարվածության մեջ ապրելու, բայց երբ որ դու դրա մեջ ես, դու չես հասկանում, որ դու վատ ես։ Առաջին իրարամերժ ապրումը երևի դա էր, դրանից հետո սկսվեց արդեն այդ լքվածության զգացումը, հասարակության կողմից, մանավանդ ծանոթ տղամարդկանց կողմից, քո կարգավիճակով պայմանավորված վերաբերմունքի փոփոխությունները, ու այդպես, այդ շատ ծանր փուլ էր։ Հա, շատ դժվար է ու ուզում եմ անպայման դրա մասին խոսենք, որովհետև հիմա այս արդեն տարիներ անց ինչ որ փոփոխություն իհարկե կա, արդեն մարդիկ ավելի շատ թեթև են դրան վերաբերվում, ամուսնալուծվածներին գուցե այդքան վատ չեն վերաբերվում, ինչքան այն ժամանակ, բայց երբ որ այդ զգացել ես այդ բանը, երբ որ այդ պիտակը տենց ոնց որ ճակատիդ մեջտեղում խփեն, որ դու ամուսնալուծված ես, եւ նույնիսկ այն տղամարդիկ, ովքեր քեզ ժամանակին ընկեր են եղել, սկսում են բոլորովին այլ աչքով քեզ նայել։ Արդարության համար ասեմ, որ ընկերներս այդպես չեն նայել, նայել են այդպես այն տղամարդիկ, որոնց հետ ընկերական շփում չկար։ Մեկ էլ շատ ակնհայտ էր կյանքումդ նոր հայտնվող, այսպես ասած, երկրպագուների վերաբերմունքը, որոնք որ մի անգամից այդպես շատ անկեղծ են, էլի մենք դա պիտի գնահատենք։ Դե գիտես, ես քեզ հետ չեմ կարող ամուսնանալ, բայց ես քեզ թագուհու պես կպահեմ միշտ, ես իհարկե կամուսնանամ, բայց քեզ կպահեմ, դու ոչ մի բանի կարիք չես ունենա, բանավոր։ Լավ։ Տենց։ Բայց այդ առաջին, երբ որ առաջին անգամ ես դրա հետ բախվում, այդ շատ նաև հոգեբանական տհաճ պահ է։ Շատ, ես հիմա սենց եմ խոսում, բայց այն ժամանակ
դրամաներ, լացեր, շատ տենց ես հիմա ուզում եմ հիշեմ առհասարակ ես ինքս ինձ այդ ընթացքում խղճացել եմ թե չէ, որովհետև դա ամենաահավոր բանն է, որ մենք մեզ հետ անում ենք, բայց որ ծանր է եղել, դրա մեջով անցնելը շատ վիրավորական է եղել, հիմա որ խոսում եմ արդեն այդ վերապրումը գնա այդ փոքր աղջկա համար, որ անցել է դրանով։ Տարիների փորձից, երբ որ ետ ես նայում, դա միգուցե ծիծաղելի է քեզ թվում, որտեղ արդեն դու հաղթահարել ես այդ ամենը։ Բայց երբ որ մարմինդ հիշում է։ Այո, հատկապես երբ որ դու հիշում ես քեզ այդ տարիքում, որ ճունես կյանքի փորձ, պատկերացրել ես իդեալական ընտանիք, պատկերացրել ես մեկ այլ բան ու հանկարծ հասարակության կողմից ստանում ես բոլորովին այլ, դա սարսափելի տհաճ ռեակցիա է։ Ես ինչի եմ խոսում այս մասին, որովհետև դեռ կան այդպիսի մարդիկ, որոնք մարդուն գնահատում են ոչ թե նրա արժանինքներին համապատասխան, այլ պիտակավորում են այս կամ այն թեկուզ եւ ամուսնալուծված լինելու համար։ Ուղղակի ուզում եմ, որ մենք խոսենք այս մասին, որ Սիրոջ վերանա, որ այս ամեն ինչը կամաց վերանա ու նաև երևի հասկանան, թե ինչ տհաճ իրավիճակում է հայտնվում առաջին հերթին այդ կինը եւ ոչ թե դիմացինը, որ նման անմիտ բաներ է առաջարկում։ Տպավորություն է, որ մարդիկ կարծում են, որ այն կանայք, որոնց որ կյանքում եղել է 3-4 ամուսնական փորձ, իրանք դրա մասին երազել են։ Բոլոր կանայք երազում են, եթե ուզում են իհարկե, ընտանիք կազմել, կան որ օրինակ չեն ուզում, հա։ Եթե ուզում են դա լինի իրանց առաջին սերը եւ մինչև կյանքի վերջ։ Այո։ Ոչ ոք չի երազում փորձել ինչ-որ մի բան այս մեկի հետ կապվել այդքան նոր պլաններ, երազանքներ, չգիտես ինչ, հետո բաժանվել, հետո սկսել նոր հարաբերություն, հետո չստացվել, հետո չգիտես ինչ, հետո այդ ամբողջ թոհու բոհի մեջով ոչ ոք չի երազում անցնել, էլի։ Եվ պլյուս հասարակական կարծիք, որ անդադ չգիտեմ ինչ ձևով կախված է քո վրա։ Հա, ուղղակի ինչ որ տարիքում այդ հասարակական կարծիքը սկսում է քեզ ճնշել, ինչ որ տարիքում դու այնքան քո ներքին հենարանը ամրանում է, ու դա էլ չի կարողանում քեզ վրա այդպես ազդել։ Անուշիկ, իսկ ինչքան տևեց այդ ընթացքը, որ կամաց վերականգնվեցիր ու արդեն սկսեցիր նորից վերագտնել քեզ եւ այդ ընթացքում երգում էիր էլի, թե ոչ։ Երգում էի շատ տարբեր ձևերով, այսինքն որ ասեմ շատ ակտիվ ինչ որ բանի մեջ էի, չէ, որովհետեւ ես այնպիսի շանսեր եմ կորցրել հենց այդ տարիներին, որովհետեւ ես այն գոհացնող կանանցից էի, որ դե խանդվում է ամուսինս, դե բան եւ այլն։ Ես 18 տարեկանում, երբ որ ինքը դեռ բանակում էր, խաղում էի Վարդան Պետրոսյանի վերելք ներկայացման մեջ եւ դա իմ առաջին աշխատանքն էր եւ առաջին փորձներ ինձ համար պաշտելի դերասանական խմբի հետ հայտնվել նույն բեմում ու այդ ընթացքում շատ առաջարկներ են եղել եւ այլն, ես դրանք բաց եմ թողել, որովհետեւ ես ունեի սիրած չանեք տենց բան աղջիկներ միարեք։ Արդեն ինչքան ժամանակ անց զգացիր, որ կարողացել ես հաղթահարել այդ ներքին ամեն ինչը։ Երևի մոտ 3-4 տարի տևեց։ Ամեն դեպքում 3-4 տարի տևեց, մինչև ես ամրացա։ Այդ ժամանակ նաև աշխատանքային գործունեություն դեր սկսել ծավալվել աշխատում էի այդ ժամանակ աշխատում էի սոս մանկական գյուղեր կազմակերպության ծրագրերից մեկում եւ զուգահեռ աշխատում էի դերասանական ստուդիայում իմ մտերիմ ընկերոջ հետ այդտեղ համ դասավանդում էի անգլերեն
համ երգի դասեր էի տալիս։ Երբ արդեն հասկացար, որ կարող ես նոր հարաբերություններ սկսել։ Ինչքան էր անցել։ Ոյ։ Նոր հարաբերություններ սկսել անընդհատ ինչ որ տենց դրվագներ եղել են, ինչ որ մարդիկ միշտ տարածքում եղել են, բայց այդպես տենց որ լուրջ հարաբերություն երևի արդեն երկրորդ ամուսնություններ, որ տենց լուրջ հարաբերություններ էլի։ Հարցս նրանում է, որ երբ որ մի անգամ վատ փորձ ես ունենում, երկրորդ անգամ շատ ավելի մեծ է վախդ լինում, որ կարող ես սխալվել, կորցնում ես նաև երևի թե վստահությունը բոլորի նկատմամբ։ Ճիշտ է, նորմալ մարդկանց մոտ տենց է։ Ու սկսում ես ավելի ծանր ու թեթև անել, մտածել, չգիտեմ։ Որպես մեղադրանք հնչում։ Չէ, բացարձակ, ես ուղղակի ուզում եմ հասկանալ ինչպես ստացվեց, որ երկրորդ անգամ որոշեցիր ամուսնանալ, ու ինչպես կարողացավ նա քեզ համոզել կամ չգիտեմ, չհամոզել ուղղակի։ Ինձ չեն համոզել։ Հիմա կարող է մարդիկ, ովքեր որ ինձ գիտեն մի քիչ այլ տեղերում, հնարավոր է մտածեն, որ ես տենց շատ անպատասխանատու եմ իմ կյանքում վարվում, բայց ես միշտ ապրում եմ զգալով միայն։ Ինձ կարող է լոգիկան այլ բան ասի, եթե միացնում եմ, էլի, որտեղ խանգարում է շատ։ Ես ապրում եմ զգալով եւ ես դնում եմ մի կողմ այն փորձը, այն տառապալից փորձը, այն, չգիտեմ, այն ինչ որ ես անցել եմ, ես չեմ դնում հաջորդ փորձի վրա։ Ու եթե ես զգում եմ, որ ինձ ուղղորդում են ինչ որտեղ, ես գիտեմ, որ դա իմ ճանապարհն է, ու ես մտնում եմ դրա մեջ գլխով։ Տրվում եմ իմ զգացածին, ոչ թե սիրո զգացմունքներին, դա էլ, բայց շատ ներքին զգացողությամբ ես գիտեմ, որ դա ինձ պետք է։ Անկախ դրանից ինչա դուրս գալիս, ես գիտեմ, որ ես պիտի անցնեմ այս փորձառությունը։ Երկրորդ ամուսնության դեպքում մենք հանդիպել ենք պատահաբար ու այնպես էր, որ մենք նույն ընկերական շրջապատում փաստորեն տարիներ շարունակ այսպես պտտվել ենք եւ չենք հանդիպել իրար։ Այսինքն մեր ընկերները իրար գիտեին, իմ ընկերները մտերիմ գիտեին իրան, ես չգիտեի, երբեք չէի տեսել։ Եվ շատ պատահաբար Սևանում մեր ընկերներից մեկի կազմակերպած միջոցառման ժամանակ, որը որ տևում էր 3 օր, այդպես ակումբային երաժշտության փառատոնային ձևաչափով հանդիպեցինք ու ամենահետաքրքիրը այն էր, որ ովքեր որ մեզ այդ ընթացքում տեսան, որ մենք ասենք 3-4 րոպե զրուցել ենք կամ կարող է մի քիչ շատ, դրանից հետո կարծել են, թե մենք միասին ենք։ Բայց մեզ մոտ մեր պատմությունը սկսվել է դրանից մոտ երևի 3-4 ամիս անց։ Երբ որ մենք պատմում էինք, ասում էինք, գիտեք, բան, սենց, ասում էին ոնց։ Նոր։ Այսինքն առաջին իսկ այդ տեսարանը բոլորի մոտ արդեն պարզ էր, որ մենք միասին ենք։ Իսկ մենք ընդհանրապես մենք նույնիսկ 2 ամիս կապի մեջ չենք։ Մենք ուղղակի տեսնում էինք իրար պատահաբար։ Օրերից մի օր վերջապես ես այդ ընթացքում աշխատում էի Տերերյան մշակութային կենտրոնում եւ Լիլիթի հետ շրջագայությունների մեջ էինք ու երբ որ եկանք Չինաստանից այդ ընթացքում որ պետքա գնանք արդեն հաջորդը Շվեդիա հասցրեցինք հանդիպել վերջապես սուրճ խմել միասին ու այդ սուրճը վերածվեց ալկոհոլի մենք էլ հանդիպել էինք մի հատ այնպիսի վայրում որտեղ որ 70% մեր կամ մտերիմներն են կամ ծանոթներ են այսինքն մենք ժամադրության չէինք գնացել էլի թե չէ մի քիչ թաքուն տեղ կգնայինք որ մեզ չտեսնեն ուղղակի գնացել եք սուրճ խմելու ուղղակի շփվելու այդպես
Ու ինչ որ մի պահից շատ զգայուն թեմա սկսվեց մեր տատիկ պապիկների հետ կապված, իսկ այդ շրջանում պապիկս էր մահացել։ Ինքը որպես փոփանք ձեռքս բռնեց ու այդ ձեռքը բռնելուց այն որ ասում էի այդպես ներքին process-ները այդ արդեն ոնց որ ոչ մի բան մենք չենք որոշել էլ մենք ուղղակի տենց դուրս ենք եկել բոլորի հայացքների ներքո էս ինչ էր էս ինչ կատարվեց հենց նոր այդպես դուրս եկանք ու այդ օրվանից մենք իրար չենք էլ հարցրել կամուսնանանք չենք ամուսնանա եւ այլն այսինքն դա այնքան པարզ էր շատ པարզ էր ինքնաստինքյան ստացվեց հա որ ձևի համար նշանադրության օրը ուղղակի այդ հարցը տրվեց որ դե լավ դե հարցնեմ գոնե էլի կամուսնանաս իմ հետ հա հասկացանք նշանվում է բայց կամուսնանաս այդ ձևի համար ուղղակի բայց հենց սկզբից པարզ էր որ մենք պետքա միասին լինենք Անուշիկ ունեցաք նաև աղջիկ չէ այո բայց այդ ամուսնությունն էլ վերջացավ Ինչու։ Շատերի համար շոկ է, որովհետև դեռ շատերը չգիտեն, ցավում եմ այն մարդկանց համար, որոնք որ հենց նոր իմացան, որովհետև ես գիտեմ, որ մեծ կողքից նայում էին որպես այդպես իդեալական զույգ։ Ես քանի անգամ արդեն լսել եմ այդ մասին։ Հա, մենք տենց իդեալական շատ ափսոսում են բոլորը, ու ով լսում է, բոլորը ասում են ոնց իդեալական էին իրանք։ Հա։ Հետաքրքիր։ Դե այդպես լինում է։ Ես ինքս որպես այդպես իդեալական զույգերի հետևող մարդ շատ ա եղել, որ իսկապես անանձնական ցավ եմ ապրել, դրա համար եմ ասում ներողություն բայց այդ ցավը այն ցավը չէր լինի, որը որ ես ապրում եի, եթե ես տեսնեի, որ այդ մարդիկ մարդկային շփում են պահում եւ մարդկային են բաժանվում։ Որտեւ ես տեսել եմ ցավոք սրտի նենց զույգերի, որոնք որ օրինակ սկսում էին հանրային վիրավորել իրար, դա նաև առաջացնում է մի տեսակ զզվանքի զգացողություն, որը որ շատ ծանր է, որովհետև տեսնում ես, հավատում ես, մանավանդ երբ որ սիրահարված չես, ասում ես ուրեմն կասեր, ուրեմն բան, հա, ու ես երբեք չէի ուզի, որ ես դառնամ հենց այդ օրինակներից մեկը, էլի, ու հուսամ չեմ դարձել, տենց դժվար է, դեռ երևի նոր կլինի մի քանի ամիս, որ պաշտոնապես ենք արդեն ամուսնալուծված, բայց երբ որ ավելի լավ է այդպես քան մյուս տարբերակը, հասկանում ես, որ այդպես ավելի ճիշտ է։ Ընդհանրապես ես այն կարծիքին եմ, որ ամուսնալուծությունից ավելի շատ տուժում են երեխաները, ոնց որ միշտ առաջինը մտածում ես ոնց անես, որ երեխան չտուժի, որովհետև այդ ամենա ցավոտ կողմն է ու ինչքան էլ փորձում ես անել, մեկը մի հատ этап լինում է, որ դժվար է լինում։ Մեր ծնողները օրինակ, մեր նախորդ սերունդը շատ են ասել, որ երեխաների խաթր էս արեցինք, երեխաների խաթր են արեցինք, հետո այդ երեխաները մեծանում են, ասում են ավելի լավ էր դուք բաժանվեիք, մենք չտեսնեինք օրինակ ձեր վեճերը, մենք չտեսնեինք թե ինչ մթնոլորտ է տանը, որտեվ այդ սիրո մթնոլորտը ամենակարևորն է։ Այո։ Եթե չես կարողանում դա ապահովել, ուրեմն պիտի բաժանվես եւ փորձես այնպիսի շփում կազմակերպել, որ երեխան տեսնի, որ իր ծնողները թշնամիներ չեն, փառք Աստծո մենք դրան չենք հասել, բայց միևնույնն է, եթե կան վեճեր, մանավանդ ոչ միշտ է լինում խուսափել ցավոք սրտի երեխայի ներկայությունից, ու հետո երբ որ երեխան տեսնում է շատ լարված մամա, ոչ միայն տեսնում, այլև զգում զգում է իր մաշկի վրա։ Այո,
ու հետո երեխեքի մոտ այսպիսի մի հատ բան կա, երեխեքը վերցնում են իրենց վրա մամայի հիվանդությունները, մամայի նյարդային վիճակը, որտեղ մամայի դաշտում են իրենք։ Ես դա զգացել եմ հենց երեխայի վրա ու հենց պատճառներից մեկն էլ այդ էր։ Հիմա տպավորությունն է, որ երկրորդ ամուսնալուծությունն էլ եմ պայմանական լեզվով ասած մարսել։ Բայց երեխայի պահը ամենախոցելի, ամենաթույլ կողմն է, ու դա երբեք մարսել չի լինում։ Անհնար է։ Երբեք։ Հա։ Այդ իմ պատասխանատվությունն է։ Անգամ տարիներ անց չի անցնում։ Հա, գիտես։ Չի անցնում։ Ես այդ հեռանկարը որովհետև դու անընդհատ մտածում ես, որ միևնույնն է դու սխալ ես արել, ինչ որ կետի անընդհատ մտածում ես, որ գուցե դու պիտի հանդուրժեիր հանուն երեխեքի, բայց չէ, ես տենց չեմ մտածում, իսկապես չեմ մտածում, ես համարում եմ, որ ես սխալ չեմ արել, ես համարում եմ, որ ինչ որ մի այլ հարթության մասին եթե խոսենք, իմ երեխան հենց ինքը ընտրել է եւ ինձ եւ իր հորը եւ ընտրելուց ինքը իմացել է ինչ փորձառություն է ունենալու մեզ հետ, բայց դա ինձ չի զրկում պատասխանատվությունից, ես չեմ ասում, որ ասեմ, դու ես ընտրել ես, ընկելի մենք այնա վայելի, չէ, դրա համար ասում եմ, դա այլ հարթություն է եւ ես գիտեմ, որ դա իր անցնելու ճանապարհն է, որտեղ որ ես կարող եմ իր ձեռքը բռնել, բայց ես իր փոխարեն չեմ կարող անցնել։ Ես ուղղակի ինչքանով որ հնարավոր է, ինչքան կարողանում եմ, փորձում եմ այնպես անել, որ ինքը ավելի թեթև եւ առողջ կարողանա անցնել։ Փառք Աստծո, մենք ամուսնալուծությունից հետո անձնական հարցեր էլ չենք բարձում։ Իսկն այդ շատ է լինում, որ կողքից տեսնում ես, ասում ես, մարդը եթե բաժանվել եք, էլի վիճում եք, ուրեմն կարող է պիտի չբաժանվեիք, որտեղ դուք ոնց որ հարցեր ունեք լուծելու, կարող է սիրում եք իրար։ Մենք պահում ենք մարդկային նորմալ հարաբերություններ, թե իրար հետ, թե իրար ընտանիքների հետ։ Ես շատ երջանիկ եմ, որ իմ աղջիկը հենց այս ընտանիքի ճյուղ է ու բացարձակ չունեմ որևէ բան, բոլորը թանկ հարազատ մարդիկ են ինձ, ոչինչ չի փոխվել, զուտ շփումն է մի քիչ ավելի քչացել, որովհետև բարձ է։ Անուշիկ, այս կյանքի այս խառը պատմությունների մեջ ուզում եմ հիմա խոսենք երրորդ մասնագիտության մասին, չգիտեմ, կամ երրորդ կամ չորրորդ, որն է առաջին եղել, բայց երբ մենք հանդիպեցինք, երբ որ դու աշխատում էիր, այո, face control եւ ես ուղղակի դա բնականաբար հասկանում ես, որ այդ մարդը սովորական ուղղակի ուժային կառույցի աշխատակից չի, ու հենց հետաքրքրությունս այդ շարժեց, ուզում եմ հասկանալ ինչպես դա պատահեց ու ոնց որոշեցիր կամ ոնց համոզվեցիր, որ այո դու կարող ես դա անել։ Այդ էլ էր շատ հետաքրքիր, երբ որ SOS մանկական գյուղեր կազմակերպությունում իմ ծրագիրը վերջացավ, ես բավական երկար ժամանակ չէի կարողանում գտնել հարմար ինչ-որ աշխատանք ու արդեն ոնց որ ձանձրացա այդ վիճակից, ջղայնացա ու այն փաբը, որտեղ որ մենք շատ հաճախ ընկերներով գնում էինք, որ դարձել էր հարազատ տուն մեզ համար, աղբերս աշխատում էր այնտեղ, որպես բարմեն, ասա, որ ես ուզում եմ գամ որպես մատուցող։ Ու սկսեցի աշխատել մատուցող պրոցես փաբում։ Շատ հետաքրքիր տարիներ էին, թվում էր թե մասնագիտական առումով անկում եմ ապրել, եթե CV-ի բանով ես նայում էլի, բայց որպես անձնային աճ դա թռիչք էր։ Ինչ որ մի օր
Այն մարդը, որ պետքա դուռը բացեր, իսկ process-ը զանգով էր, զանգը տալիս էին, սպասում էին, գնում էիր, բացում էիր, որոշում էիր ներս թողնես, թե ոչ, այսպես էր էլի։ Չէր եկել կարծեմ ու process-ի հիմնադիրը Գուրգենը, հիմնադիրներից մեկը, ասեց դու հոգեբան ես մասնագիտությամբ, դու գնա աշխատի այսօր Phaser Ես չեմ կարող աշխատել, ես չգիտեմ դա ինչ է, ինչ են անում, ես չեմ կարող, բան, ասաց չէ, հնարավոր չի, ձև չկա։ Փաստորեն չսխալվեց։ Հա, ես միշտ շնորհակալ եմ, ես ամեն անգամ, որտեղ Phaser-ի աշխատանքը բավական լավ է բարձրատրվում, ու հիմա իմ ուղղություններից մեկն է, ու ինձ համար կոնկրետ ֆինանսական հարց է լուծում։ Ես միշտ ասում եմ, օպրես այդտեղ օպրես, որ ինձ դիպեցիր։ Հետաքրքիր է, չէ՞։ Հա, որ աշխատեմ։ Ու հենց այդ առաջի փորձը ստացվեց ու որոշեցի։ Առաջի փորձը դե ոնց որ սկզբում տարբերակ չունես, պիտի աշխատես, դες մեզ ստացվում է, գոհեն, քեզ էլ ավելի լավ է, չես վազվզում, գնում, գալիս, բան, որ կանգնած ես, որոշում ես։ Կամաց։ Աննշե, գիտես ինչ եմ մտածում, շատ մարդիկ կարող է անգամ կոմպլեքսավորվեն, որտեղ ասեն ես բարձրագույն կրթություն ունեմ, այսքան տեղեր եմ աշխատել, ինչի պիտի ես գործ անեմ, նախքո ներքին կոմպլեքսը եւ երկրորդ ծնողների վերաբերմունքը, որ իրենց աղջիկը բարձրագույն կրթությունից հետո գալիս աշխատում է հերիք չի որպես մատուցողուհի, մեկ էլ արդեն լրիվ ուրիշ մի բան, որը ընդհանրապես կապ չունի, այսինքն խոսակցություններ մտքեր եղել են։ Հա, իհարկե եղել են։ Ուղղակի երբ որ մտածում էի, որ ինձ կարող է իմ ծնողները պահեն, ֆինանսապես, այդ շատ ավելի ամոթալի էր ինձ համար, քան այն, որ ինձ կտեսնեն այն ընկերներս, որոնք որ երաժիշտ են։ Հետաքրքիր է այդ փորձառությունը ու նաև այդ տղամարդկանց վերաբերմունքը, այդ անվտանգության մյուս աշխատակիցների, որ մի քիչ ուրիշ տեսակ են։ Ու անուշիկ, որը այս տեսակն է։ Հա, դե անվտանգության աշխատակիցների հետ սովորաբար լինում էին վեճեր, ինչ առումով տղաները, ովքեր որ գալիս էին ու մի քիչ երկարացնում էին դիալոգը, երբ որ ես չէի թողնում ներս, անվտանգության աշխատակիցը պետքա միջամտի միայն այն դեպքում, երբ որ ես խնդրում եմ միջամտել։ Կա հասկացություն բազար։ Տղամարդիկ փորձում են դիալոգը վերածել բազարի։ Դա կարող են անել միայն այլ տղամարդու հետ։ Անվտանգության աշխատակիցը, եթե միջամտում է, ինքը բացում է այդ ամբողջ դաշտը։ Հա, հասկացա։ Իսկ ես այնքան եմ փակած, իմ հետ հնարավոր չի դա անել։ Դրա համար հատկապես հոգեբանի կրթությունն էլ երևի իսկապես օգնում է։ Ճիշտ սահմաններ պահելը, չվիրավորելը, երբեք չասել, դուք չեք կարող մտնել այստեղ, այսինքն պատկերացնում եք, չէ, օրինակ ասած մի հատ տղա է գալիս, ասենք չգիտեմ ում մորքուրի տղան, հա, ինչ որ մի օլիգարխի, ու դու ասում ես դու չես կարող, հա, դու պետք է խուշ, հա, գիտեք դուք չեք կարող մտնել ներս, ոնց թե չեմ կարող մտնել Ազիզ ջան, կներեք, այսինքն դու մի քիչ պետքա ստեղծագործական միտքդ, հոգեբանական հմտություններդ, ճիշտ սահմաններդ, դիտես կարողանաս էլի ճանապարհս։ Ի վերջում չի մտնում անիշ։ Լինում է որ մտնում է, լինում է որ ոչ, այսինքն կարող եմ նայած ոնց, այսինքն ես երբ որ աշխատում եմ, ինձ մոտ այդպիսի սկզբունքներ չկան, եթե ես ասացի ոչ, ուրեմն ոչ, ով ուզում է գա, որտեվ ես աշխատակից եմ, ես այդտեղ չեմ գնացել որպես Անուշիկ Հարությունյան, ես գնացել եմ որպես face control, ում որ վարձել են, ով որ աշխատում է ինչ որ պրոյեկտի համար, որը որ ունի հետևյալ կանոնները։ Եվ եթե պրոյեկտի, չգիտեմ, հիմնադիրը կամ իմ գործատուն որոշում է, որ այդ մարդը պիտի մտնի ներս, ես շատ բարձ ասում եմ, ու նույն այդ մարդուն, ում որ ես ասում եմ, գիտեք չեք կարող, հա տենց չեմ ասում, բայց որ շատ չերկարացնեմ։ Ես ասում եմ, ես խնդիր չունեմ, զանգեք, թող կան ինձ խնդրեն, թող կան ասեն, որ դուք կարող եք մտնել, համեցեք։ Ես անձնական
ոչ մի հարց չունեմ ձեզ հետ։ Անուշիկ, իսկ չորրորդ մասնագիտությունը որտեղից ի հայտ եկավ։ Երրորդ երևի։ Այդ երրորդն էր։ Հա, Ահա, դուլա։ Լան երկրորդն է համարվում, չնայած հիմա ոնց որ Խառնվել դարձել է է, առաջին, արդեն հա, ես էլ որովհետև չգիտեմ։ ինչ որ մի ընթացք մեկն է շատ ակտիվ, ինչ որ մի ընթացք մյուսն է շատ ակտիվ, այսպես ոնց որ համատեղում է։ Ուզում եմ նախ հետևորդներին մեջ կլինեն մարդիկ, ովքեր չգիտեն դուլան ինչ է։ Այն մի հատ բացատրենք։ Սահմանումը տամ մի հատ։ Սահմանումը տանք, կարող եմ ես տալ, կարող ես դու տալ։ Լավա ես տամ։ Դուլաները այն կանայք են, որոնք որ օգնում են հղի կանանց պատրաստվել ծննդաբերության եւ իրենց հետ գնում են արդեն ծնարան եւ ուղեկցում են ծննդաբերությունը։ Տրամադրում են 3 տեսակի աջակցություն. ինֆորմացիոն, հոգեհուզական եւ ֆիզիկական։ Կարծես լինի քո հարազատը, որը այդ պահին կողքդ է։ Այսինքն այդ ընթացքում քո կողքին է, քեզ սովորեցնում է, ուղղակի ավելի պրոֆեսիոնալ։ Այո, այսինքն պատրաստված, որովհետեւ հա, հատուկ բայց ինչ որ կրթություն ենք անցնում, սերտիֆիկացվում ենք, շատ դժվար սերտիֆիկացիա ենք անցել, մեզ տալիս էին հսկայական տնային աշխատանքներ։ Եթե դու այդ տնայինները չես արել, այսինքն քո կայքում պրոֆիլում հա ներբեռնված չկա, այդ ամբողջը հասանելի չի քո կուրատորներին դու հնարավորություն չունես սերտիֆիկացվելու։ Սերտիֆիկացիան առանձին մի բան է, պատմություն է։ Այն գրքերը, որ դու պիտի կարդաս, այն ծննդաբերական փորձը, որ դու պիտի անցնես եւ ներկայացնես, մի խոսքով դա երկար մի հատ process էր, որ մենք անցանք եւ բարեբախտաբար սկսեցինք աշխատել եւ օգտակար լինել։ Անուշիկ հետաքրքիր է, կտրուկ տարբերվող քո բոլոր մնացած արած աշխատանքներից հետաքրքրությունը որտեղից առաջացավ ու ինչպես հասկացար, որ դու կարող ես դա անել։ Տենց մոր արխետիպը շատ ակտիվացավ։ Այդ երեխայի ծնունդից հետո Երեխայի ծնունդից հետո հասկացա, որ եթե ես կարողացել եմ ինքս պատրաստվել ծննդաբերության։ Եթե ես կարողացել եմ երկար ժամանակ մենակ մնալով, որտեվ սովորական ծննդատուներ ու նույնիսկ եթե կեսուրս շատ էր մտնում դուրս գալիս, միևնույնն է, ինչ որ ընթացքներ դու լրիվ մենակ ես։ Ու եթե ես կարողացել եմ դա անցնել ու այն ինչ որ սովորել եմ իսկապես պետք է եղել ինձ, կարողացել եմ 100-ից 100, 10-ից 10 կամ կիրառել, օգտագործել, հասկացել եմ, որ հա, փաստորեն այ որ սենց էր ասում, էս էր, որ այսինքն ես չեմ ունեցել ընդհանրապես որևէ պանիկա։ Ես հասկացել եմ ինձ հետ ինչ է կատարվում, ես հասկացել եմ ինչ է այդ բոլոր process-ները հասկացել էի, աշխատում էի ցավի հետ, ճիշտ շնչառությամբ, ճիշտ երաժշտությամբ, հետ բերող մտքերով էի, մենակ մի բան չէի հասկացել, որ ինչքան ուղեղս անջատվի, այնքան լավ։ Կեսուրիս ձեռքը մինչև հիմա զգում եմ մեջքիս վրա, որովհետև ինքը չգիտեր որ դուլա է, բայց դուլա էր։ Հա, այսինքն ինքը քո կողքին է եղել։ Ինքը իմ կողքն է եղել ու այն ինչը որ ես հետո սովորեցի, որ պետքա կրկնողական արտահայտությունները, օրինակ հեսա կանցնի, դա ռեալ օգնում է։ Ես դա ինձ վրա զգացել եմ, սկեսուրս դա չի իմացել, ինքը դա արել է ուղղակի մեծագույն սիրո դրսևորում է եղել, երբ որ դու ուզում ես ուղղակի մեջքը այսպես շոյում ես, ասում ես հեսա կանցնի։ Բայց ռեալ օգնում է։ Բայց օգնում էր։ Հետաքրքիր է շատ, Անուշիկ։ Ու երևի մարդկանց այդ կանանց օգնելու այդ ցանկությունը, այդ էմոցիաները լրիվ նոր ծնունդը, լրիվ էմոցիաները դու ապրում ես ամեն անգամ։ Հիմա փաստորեն այս բոլոր գործերով զբաղված ես, համել երգում ես, գիտեմ,
Երկի մասով մի քիչ ավելի пассив է հիմա, որովհետև որևէ պրոյեկտ չկա, որտեղ որ Չէ, բայց ամեն դեպքում միջոցառումներ կան, Հա, միջոցառումներ կան, որտեղ երգում եմ։ Ապագայի մասին մտածում ես, թե ուղղակի ապրում ես, ինչ կլինի, հետո կլինի։ Կոնկրետ պլաններ կան եւ դուլայի հետ կապված եւ երաժշտության հետ կապված շատ կան, բայց հələ ասել պետք չի հասկացել։ Ամեն դեպքում կարծում եմ մեր զրույցը հետաքրքիր էր եւ նաեւ այստեղ շատ կարեւոր մի բան հասկացանք, բացի այն մնացած մեր կանացի խոսակցություններից, որ երբ որ մարդ լսում է ինքն իրեն եւ անում է այնինչ սիրում է, դա հաստատ իր մոտ լավ է ստացվում։ Իհարկե։ Եվ շատ կարեւոր է, որ մենք ինքներս մեզ հասկանանք, ճանաչենք, սիրենք եւ հենց այդպես շարժվենք առաջ։ Այո։ Միանշանակ։ Շնորհակալություն, որ եկար, շնորհակալություն, որ կիսվեցիր քո պատմություններով, ներիր, որ որոշ տեղեր հուզվեցիր, բայց դա էլ մարդկային է եւ առանց դրա էլ որ ասացիր, էլի հուզվում եմ։ Հուսով եմ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ եկար։ Սիրելի հետևորդներ, կարծում եմ ձեզ էլ հետաքրքիր էր ծանոթանալ Անուշիկի հետ, եթե նրան չէիք ճանաչում, ծանոթացաք նաեւ ինձ հետ, իմացաք, որ գոյություն ունի YouTube-յան հարթակում Տաբու podcast-ը եւ եթե չեք բաժանորդագրվել, հենց հիմա դա արեք, որտեվ այստեղ շատ հետաքրքիր եւ կարեւոր զրույցներ են։ Կհանդիպենք։ Մեր գործընկերն է Կինեա գինին, նրբահամ եւ համեղ գինի, սպիտակ եւ կարմիր տարբերակներով։ Կինեայի գինիները ձեռք բերելու համար կարող եք գրել Կինեայի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Մեր գործընկերն է վայրի ապրանքանիշը պահածոների իր չկրկնվող տեսականիով։ Յուրահատուկ համեր, որոնք իսկապես անմահական են։ Անձամբ փորձել եմ, փորձեք նաև դուք։ Վայրի, զգացեք վայրի բնության համը։ Մեր գործընկերն է Art Embassy ցուցասրահը։ Հենց այստեղ են տեղի ունենում մեր նկարահանումները։ Շնորհակալություն հրաշալի միջավայրի եւ տաղավարը մեզ տրամադրելու համար։